Նախքան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երկօրյա պետական այցը Հնդկաստան, երկրի օդում արդեն ռուսական շունչ կա։ Աշխարհի ամենահին ու սրբազան քաղաքներից մեկում, Վարանասիում, Պուտինի լուսանկարի առջև երաժշտության ուղեկցությամբ կատարվել է երկրպագության ծեսը։ Արարատին ի նշան ռուս-հնդկական բարեկամության։ Հնդկաստանի մյուս բնակավայրերում էլ օրհնության արարողություններ են։ Բնակիչները հպարտանում են իրենց երկրի ամենամեծ բարեկամով։ Ռուսաստանի առաջին բորտը վայրեջք է կատարում Պալամի, Հնդկաստանի ռազմաօդային ուժերի ավիաբազայում։ Պաշտոնական արարողակարգին հակառակ ու ի զարմանս ռուսական կողմի, Կրեմլի ղեկավարին օդանավի շարժասանդուղքի մոտ դիմավորում է անձամբ Հնդկաստանի վարչապետը, որին Պուտինն անվանում է իսկական ընկեր։ Ջերմ ձեռքսեղմում և գրկախառնություն կարմիր ուղեգորգի վրա, բարձրաստիճան հյուրի պատվին ողջույնի պարը դիտելուց հետո ղեկավարները Մոդիի ավտոմեքենայով հեռանում են ավիաբազայից։ Մոդին հարգարժան հյուրին ընդունել է Նյու Դելիի իր պաշտոնական նստավայրում, որտեղ անցկացվել է 2.5 ժամյա ոչ ֆորմալ հանդիպում տետատետ ֆորմատով։ Թե Մոսկվան, թե Նյու Դելին մեծ նշանակություն են տալիս այս այցին։ Ռուսական կողմը հուսով է, որ վաղուց պլանավորած այս շրջագայությունը լինելու է միանգամայն հաջողված և թույլ է տալու ակտիվացնել ու ավելի ամրապնդել կողմերի բարեկամական հարաբերությունները։ Կարմիր գորգ, հեծելազոր ու թնդանոթներ։ Այցի պաշտոնական մասը սկսվում է նախագահական պալատի մատույցներում, ուր Ռուսաստանի նախագահը ժամանում է արդեն իր զրահապատ աուրուսով։ Պուտինին դիմավորում են Հնդկաստանի նախագահն ու վարչապետը, հնչում են երկու երկրի օրհներգերը։ Բարձրաստիճան հյուրը հարգանքի տուրք է մատուցել նաև Հնդկաստանի անկախության խորհրդանիշին։ Ավանդույթի համաձայն Կրեմլի ղեկավարը Մահատմա Գանդիի հուշահամալիրի մոտ ծաղկեպսակ դնելիս հանել է կոշիկները։ Համատեղ լուսանկար ամենաբարձր մակարդակով հանդիպմանն ընդառաջ։ Պուտինը Մոդիին շնորհակալություն է հայտնել Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման հարցում ջանքերի ու հարաբերությունների խորացմանը նպաստելու համար։ Վերջին տարիներին մեծ աշխատանք ենք կատարել մեր հարաբերությունների զարգացման գործում։ Տնտեսությունների աճին զուգընթաց մեր գործակցության հնարավորություններն ընդլայնվում են։ Ի հայտ են գալիս նոր ոլորտներ կապված բարձր տեխնոլոգիաների, ավիացիայի, տիեզերքի և արհեստական բանականության հետ։ Բանակցություններից հետո ղեկավարները համատեղ հայտարարություն են ընդունել, որն արտացոլում է ապագայում երկկողմ գործակցության լայնածավալ ծրագրերը քաղաքականության, անվտանգության, տնտեսության, էներգետիկայի և այլ ոլորտներում։ Բացի այդ, հաստատվել են մինչև 2030 թվականը ռուս-հնդկական տնտեսական ու մշակութային գործակցության զարգացման ծրագրերը, կնքվել են համաձայնագրեր, պաշտոնյաները փոխանակվել են ստորագրված փաստաթղթերով։ Հնդկաստանի վարչապետը ռուսերեն է ողջունել բարձրաստիճան հյուրերին։ Добрый день. आज भारत और रूस के 25 տարի առաջ նախագահ Պուտինը դրեց մեր ռազմավարական գործընկերության հիմքը։ Վերջին 25 տարիների ընթացքում նախագահ Պուտինը բազմիցս զարգացրել է այս հարաբերությունները ղեկավարի իր հմտությամբ և տեսլականով։ Ռուսաստանի նախագահն անդրադարձել է Հնդկաստանի հետ ռազմատեխնիկական ոլորտում սերտ գործակցությանը, ջանքեր ենք գործադրելու հետագայում էլ այն խորացնելու համար։ Ռուսաստանն ու Հնդկաստանը ավանդաբար սերտ գործակցում են ռազմատեխնիկական ոլորտում։ Ավելի քան կես դար մեր երկիրը Հնդկաստանի բանակին, այդ թվում ՀՕՊ ուժերին, ավիացիային և նավատորմին օգնում է զինվել և արդիականացվել։ Կրեմլի ղեկավարը քննադատել է Միացյալ Նահանգներին ռուսական էներգակիր գնելու պատճառով Հնդկաստանի վրա ճնշում գործադրելու համար։ Մենք պատրաստ ենք շարունակել ապահովել Հնդկաստանի արագ զարգացող տնտեսության համար անհրաժեշտ վառելիքի անխափան մատակարարումը։ Ռուսաստանի նախագահը հայտնել է գոհ է Հնդկաստան այցի արդյունքներից։ Պուտինն իր իսկական ընկերոջը 2026-ին հրավիրել է Մոսկվա։ Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։